Մոսկվան եւ Երևանն իրական վտանգ են հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար, պնդում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Այս մասին թուրքական կառավարության ղեկավարը հայտարարեց երեկոյան Կիևում իր ուկրաինացի պաշտոնակից Արսենի Յացենյուկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Aslında Ermenistan'a verdiği destek dolayısıyla Azerbaycan'ın toprak bütünlüğü de fiilen Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգված է այն աջակցության պատճառով, որ Հայաստանին ցուցաբերում է Ռուսաստանի Դաշնությունը, հայտարարում էր Դավութօղլուն, նշելով, որ վերջին տարիներին Մոսկվան արդեն իսկ նպատակաուղղված կերպով մասնատել է տարածաշրջանի պետություններից մի քանիսը։ Ռուսաստանը խաթարել է 3 պետությունների տարածքային ամբողջականությունը, դրանք են Ուկրաինան, Վրաստանը եւ Սիրիան, հայտարարում էր Դավութօղլուն, ակնհայտ զուգահեռներ նշмарելով հատկապես վերջին տարիներին Ուկրաինայում եւ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև։ Gürcistan'da Abxazya'da başlayan süreç bu anlamda Kırım ilhakıyla yayılmacı bir şekilde devam ediyor. Այն իրադրությունը, որ ժամանակին ստեղծվել էր Աբխազիայում, այժմ էլ Ղրիմում է շարունակվում, նշում էր Թուրքիայի կառավարության ղեկավարը։ 3 ülke toprak bütünlüğü konusunda Rusya'nın tehdidi altındadır. Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններին Մոսկվայի արձագանքը չուշացավ։ Ուկրաինայի եւ Թուրքիայի վարչապետերի Կիևում կայացած ասուլիսի ավարտից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես եկավ ոչ պակաս կոշտ մի հայտարարությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի Կիևում հնչեցրած հայտարարությունները Զախարովան նշում էր. Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական գործընկերային հարաբերություններ են կառուցում։ Թուրքիային չի հաջողվի Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև սեպ խրել, նշում էր Զախարովան հավելելով. Դավութօղլուն ի վերջո պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը վաղուց արդեն գոյություն չունի։ Տարածաշրջանում մեկ պետության գերիշխանությունն այլևս անհնարին է, քանի որ չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է ժամանակակից աշխարհը։ Բայց եթե Անկարան այնուհանդերձ որոշել է ստանձնել նոր Օսմանյան կայսրության դերակատարությունը, ապա պետք է հիշեցնել, որ ժամանակին տարածքային այդ կազմավորումը Եվրոպայի հիվանդ մարդը անվանումներ ստացել, եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ։